Թեմայի մասին առավել մանրամասն կզրուցենք քաղաքացի Վարդգես Գասպարիի հետ։ Բարի երեկո։ Պարոն Գասպարի, դուք հավատում եք, որ երբևէ մարտի 1-ին կտրվի իրավական գնահատական, կբացահայտվեն մեղավորները։ Խիստ կասկածում եմ, եթե չասեմ, որ ընդհանրապես չի լինի, բայց խիստ կասկածում եմ, որ դա երբևէ կլինի։ Իսկ որ դեպքում հնարավոր կլինի բացահայտել մարտի 1-ի մեղավորներին։ Երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կունենա այնքան կամք եւ վճռակամություն դա անելու։ Եվ ուրեմն ես կարող եմ սկսել ինձանից, ես իմ մեջ այդ վճռակամությունը դեռ չեմ տեսնում, այդ համարձակությունը չեմ տեսնում, բնականաբար ուրիշներից ակնկալիք չունեմ։ Պարոն Գասպարի, ինչու տեղի ունեցավ մարտի 1-ը, արդյոք հնարավոր էր կանխել այդ դեպքերը։ Ես անկեղծ ասած մինչև հիմա դժվարանում եմ այդ հարցին պատասխանել։ Ես մարտի 1-ին առավոտյան ժամը 7-ին 8-ին ձերբակալվել եմ, եղել եմ մեկուսացված, այդ ամեն ինչից եւ հետո եմ ընթացքին ծանոթացել։ Առավել եւս, որ այդ մարտի 1-ի գիշերը ես չեմ եղել Ազատության հրապարակում։ Երեխաս հիվանդ էր, հակառակ բոլոր գիշերների ես այդ գիշեր Ազատության հրապարակում չէի։ Եվ ժամ 7-ի մոտ մի զանգ հնչեց ընկերներից, որ Ազատության հրապարակը մաքրում են, ես գնացի եւ դեռ Ազատության հրապարակ չհասա, ձերբակալվեցի։ Այդ ամեն ինչին ես ծանոթացել եմ երևի թե ամիսներ հետո, թերթերի եւ այլնի միջոցով։ Չեմ կարծում, որ կարող եմ դրա մասին գնահատական տալ եւ օբյեկտիվ լինել։ Այնպես որ դժվարանում եմ ձեր հարցին պատասխանեմ։ Պարոն Գասպարի, մարտի 1-ը մերօրյա Հայաստանի պատմության մեջ ինչպիսի էջ էր, շատերը պնդում են, որ սա ամոթի էջ էր, դուք ինչ գնահատական կարող եք տալ։ Այո, իհարկե, բոլոր գնահատականները, որ կհնչեն բացասական երանգի, դրանք իրավացի են, քաղաքական առումով երևի թե դա մեր բացթողումն էր, ես որպես այդ շարժման մասնակից գնահատում եմ նաև իմ կողմից, նաև ավելի վերադաս ղեկավար անձանց կողմից, որ դա ուրեմն չէր նախատեսվել, որովհետև մինչ այդ եղել էր նմանատիպ դեպքեր, դա նորություն չէր, մեր ուրեմն քաղաքական ինչ-որտեղ բաց թողումներ, որ դա չկարողացանք կանխատեսել, մարդկային առումով ասելու բան չկա, դա ուղղակիորեն այն սպանդներ, որը իրականացրեցին Հայաստանի բնակչության մի մասը, ես չեմ ասում իշխանությունը, որովհետև նրանք էլ բնակչության մի մասն են, մի մասը մյուսների նկատմամբ, եւ ցավոք մենք դա հանդուրժում ենք առ այսօր։ Պարոն Գասպարի, մարտի 1-ի բացահայտման հետ կապված գործում է նաև փաստահավաք խումբ, այդ փաստերը, որոնք հավաքվում են ու պարբերաբար ներկայացվում են, արդյոք բավարար են այս դեպքի բացահայտման, լիարժեք բացահայտման համար։ Չեմ կարծում, գիտեք, որովհետև յուրաքանչյուր բացահայտմանը պետք է հաջորդի որոշակի գործողություն առաջ անցնելու համար։ Օրինակ, ես երեք այսօր էլ տեսնում էի, նայում էի փաստահավաք խմբի ուրեմն հրապարակած որոշ ուրեմն տեղեկատվություն, այնտեղ կա, որ մարդիկ այնտեղ բանակից, ներքին զորքերից եւ այլն խոստովանություններ են անում, այ դրանք եւ իրենց պատասխանատու չեն զգում, այ դրան պետք է հաջորդի արդեն, նա որոշակի ուրեմն խոստովանություն անում է մեղադրանքի վերաբերյալ, նրան պետք է մեղադրանք առաջադրվի, քանի դեռ նրան մեղադրանք չի առաջադրվել ու նա իր համար ազատ շրջում է, ես կարծում եմ, որ դա ավելի առաջ չափազանց դժվար է, գործը ավելի առաջ գնա։ Պարոն Գասպարի, այսօր տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հանրահավաք երթ են կազմակերպել, ծաղիկներ են դրել Միասնիկյանի արձանին, հարգել են մարտի 1-ի զոհերի հիշատակը, դուք որևէ միջոցառման մաս կազմել եք, մասնակցել եք կամ պատրաստվում եք հիմա ՀԱԿ-ի երթն է ի դեպ մեկնարկել։ Ոչ, ուրեմն ձեր հարցին պատասխանելով ասեմ, որ միջոցառումներից ոչ մեկին չեմ մասնակցել, չեմ մասնակցելու,
միջոցառումները ուրեմն ինձ թվում է, որ երբեմն կամ հաճախ դառնում են արդեն սովորություն, այսինքն նրանք ոչ այնքան բովանդակություն են իրանց մեջ պարունակում, քան ուրեմն այսպես ուղղակիորեն սովորություն է գնալ, դա իհարկե իր հերթին բաց սովորություն չէ, ինչպես նրանց զոհվելու օրը հիշատակելը, նաև կան ուրեմն այդ զոհվածների ծննդյան օրերն են հիշատակում, որոշ քաղաքացիներ դրանք ուրեմն նույնպես գուցե դրական են, ես այդպես ավանդապահ մարդ չեմ, դա չեմ արել, ես կարող եմ ասեմ ընդամենը հունվարին արդեն ուրեմն ցրտելու հետ կապված եւ իմ առողջական պայմանների հետ կապված դադարեցրել էի Սերժ Սարգսյանի տան դիմաց ակցիաները, այսօր վերսկսել եմ մարտի 1-ի զոհերի նկարներով, Սերժիկ Մարդասպան, Սերժիկ Սրիկա պաստառով եւ այսօրվանից հույսով եմ կշարունակեմ այդ ակցիաները։ Շատ լավ, շնորհակալ եմ ձեզ մեկնաբանությունների համար, հիշեցնեմ, որ մենք հյուրընկալել էինք քաղաքացի Վարդգես Գասպարիին։